Իրան ունի մոտ 3 օր մինչև նավթային ենթակառուցվածքների վրա հնարավոր հարվածը։ Այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Fox News հեռուստալիքին տված հարցազրույցում։ AMN նախագահը նշել է, որ նման սցենարի դեպքում Իրանը կարող է կորցնել իր նավթարդյունահանման հզորությունների կեսը։ Ամերիկյան առաջնորդը նաև ընդգծել է, որ իր գնահատմամբ բանակցություններում առավելությունը գտնվում է Միացյալ Նահանգների կողմում։ Բացի այդ, Թրամփը հայտարարել է Իրանի հետ հակամարտության շուտապույտ ավարտի մասին։ Պակիստանցի միջնորդների միջոցով Իրանը եւս AMN-ին փոխանցել է նոր առաջարկ Հորմուզի նեղուցը բացելու եւ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։ Աղբյուրների փոխանցմամբ իրանական առաջարկը նախևառաջ ուղղված է նեղուցի շուրջ ճգնաժամի լուծմանը, որը պայմանավորված է Իրանի կողմից նեղուցի արգելափակմամբ եւ Իրանի ափերի նկատմամբ ամերիկյան բլոկադայով։ Այս համաձայնության շրջանակում առաջարկվում է հրադադարը երկարաձգել կամ հասնել պատերազմի լիակատար դադարեցման։ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները առաջարկվում է սկսել ավելի ուշ փուլում, նեղուցի բացումից եւ բլոկադայի վերացումից հետո։ Սպիտակ տանը հաստատել են, որ ստացել են Իրանի առաջարկը, սակայն դեռևս պարզ չէ, արդյոք AMN-ը պատրաստ է այն քննարկել։